Չնայած իրավապաշտպանների կոչերին հայ-ադրբեջանական Ամերիկայի խաղաղության կուլմինացիան, Երևանի ու Բաքվի գլխավոր դիվանագետների նախաստորագրած փաստաթուղթը այդպես էլ առանձին կետ չներառեց, անդրադարձ չունեցավ Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող գերիների, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման խնդրին, թեպետ մինչև եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ կողք կողքի նստած խաղաղության նախագահ Թրամփը խոստացավ Ալիևին կխնդրի քրիստոնյաներին հայրենիք վերադարձնել, խնդրեց այս հարցի պատասխանը 4 ամիս անց էլ չկա, իսկ այն, ինչ այս խնդրի հետ կապված հիմա ասում է Երևանը, հետևյալն է. Սա ազգայուն հարց է, մեր դիրքորոշումը հետևյալն է, այս խնդիրը հասցեագրվի առավել հեշտ, ինչպես նաև խաղաղության և համագործակցության մթնոլորտում, ոչ թե հակամարտության։ Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը, քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ փոքր քայլերով, ավելի ու ավելի իրատեսական է դառնում խնդրի լուծումը։ Մեր դիրքորոշումը սա է, ուստի խաղաղություն հաստատել նշանակում է լուծել մյուս խնդիրները նույնպես, սա է մեր ընկալումը։ Ստացվում է օգոստոսի 8-ին խաղաղությունը եկել էր, բայց հիմա կրկին սպասում ենք դրան, հասցեագրելու ռազմագերիների խնդիրը։ Հնդածս Բաքվի իշխանությունները չեն թույլատրում շոու դատավարությունների տեմպը։ Նիստերը հազիվ են հասցնում իրար հաջորդել, ոչ աշխատանքային շաբաթ-կիրակիներն անգամ խնդիր չեն։ Այստեղ Մարդու իրավունքների Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչն ընդգծում է, հավելյալ վկայություն է, ինչպես մեղադրական ճառերը, այնպես էլ ապագա վճիռները նախապես գրել պատրաստել են։ Սիրանուշ Սահակյանի համոզմամբ այնուամենայնիվ Ադրբեջանն այսպիսով չի կարող զինաթափել միջազգային իրավական արսենալը, ավելին ճիշտ հակառակը։ Իրավական հնարավորությունները լայնվում են, որովհետև հասկանալի է, թե հայկական կողմը եւ թե միջազգային գործընկերները չեն կարող ազդել Ադրբեջանում ընթացող ներպետական գործընթացների վրա, որոնք ամբողջովին ադրբեջանական իշխանությունների ինքնիշխանության եւ կմահաճույքների տիրույթում են։ Այլ հարց է, որ այդ խախտումները արդեն տեղի են ունեցել, դրանք արձանագրվել են։ Հայկական կողմին մնում է այս արձանագրված խախտումները ներկայացնել վերազգային դատարանների քննությանը, ցուցադրել, որ այդ դատավարությունները եղել են ապօրինի, հիմնարար իրավունքները խախտվել են, ուստի դատավարությունների արդյունքն ամփոփող դատավճիռները լեգիտիմ չեն։ Ինչ վերաբերում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործին, որն անջատ է 15-ի միասնականից, ապա վերջին նիստերի ընթացքում նա պահանջում է իրեն տրամադրել քրեական գործի նյութերը ու թեև Ալիևի ուղիղ վերահսկողության ներքո գործող լրատվականները գրում են, թե դատարանն այն բավարարում է, Ռուբեն Վարդանյանը շարունակում է այդ մասին բարձրաձայնել։ Իրավապաշտպանների գնահատմամբ հայցը բավարարում են, հարցը չլուծում, ադրբեջանական դատարանն իր դերի մեջ է։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։